կյանքում ճիտարաչես։ Պետում եմ ճիտարել։ Եսի։ Ոչ։ Հա անդիպաչում են, որ ցույց են տալու։ Նրանց սիրո պատմությունը տարիների հեռվից է գալիս լավ ու վատ օրերի խորքից, բայց գալիս թարմեցնում եւ էլի ու էլի երջանկացնում ու տաքացնում է տարեց ամուսինների կյանքի մայրամուտը։ Մարտուն պապը սկզբում մի լավ տեղին կգովի սիրելի կնոջը, կներկայացնի Արմիկ տատի երբեմնի գեղեցկությունը, կսիրի ու սիրո խոստովանություն կանի սիրելի տիկնոջը։ Սերեկա, սիրուն, լավ է, էլ չեմ ուզում ասեմ։ Դրա համար փախցրեցիր շնորհ աչքի լույսին բերեցիր։ Բավարար վաթան ծերոջի հետ եկար թութն ուտեիր։ Հետո սասորին ճոճից վեր գալա։ Դբա քեզ մտի կարիխի ինձ աչքով արիր։ Ստիեցի աչքով արի։ Ու հենց այդ պահին տատը հիշողությունը էլի թարմեցնում է ու պապի սիրո խոստովանությունը կասկածի տակ առնում։ Ու չգիտես հին վիրավորանքների արձագանքով, թե կատակով ասում է, որ դու ինձ սիրող լինեիր, ուրիշների հետ չէիր դավաճանի։ Հադե բայտելա, բայդ չգնար կլեր, կացություն ալ էլի, ասի ջան, ինչ ատկազանեմ, ունեցել եմ, շատ, զալիս գնացել, հա, ուրիշ տեղ եմ գնացել, իրանք եկել են, մոդիոտ ասեց չեմ ուզու գնա, կլեյտ էդ բան, Դու պաչի, ձեր պատվին, ծավատ պարը։ Հետո շատ էլ խարդախութինն է արել իմ հանդեպ։ Ես իմ երևի քար եմ էլելի, որ դիմացել եմ։ Ասեի լավ ուր գնամ, որտի գնամ, խի գնամ, իմ կյանքն էլ սենց է ստեղծված։ Ինչ պետք է անեմ։ Դավաճանելա մինը չի, երկուս չի, եղից 4-ը չի, 5-ը չի, 6-ը չի, 19 հատ։ Այդքան ունեցելա, բայց ես դիմացել եմ, համբերել եմ, իմ կյանքն էլ էսա, իմ ճակատին էսա գրված էլ։ Արդեն տարիների հեռվից տատն անցյալի հետ հաշտ է, իմիջայլոց է ասում։ Քանի խոսքը խոսք չի բերել ու հին հիշողությունները չեն խաթարում տարեց մարդկանց երջանկությունը, նրբանկատորեն թեման շրջանցվում է։ Խնդրում ենք տատին ու պապին պատմել իրենց ծանոթության, ամուսնության ու քաղցր օրերի մասին։ Օրինակ, թե ինչպես օձունեցի Մարտունին հաջողվեց տատի խելքը ուտել ու 16-ը դեռ չբոլորած փախցնել շնողի աչքի լույսին։ Ես մեր պապը մի օր թութ եմ տարել քվորս աղջկա հետ, որ աղթալա ծախենք։ Դեն ժամանակ 7 կիլոմետր ճամփեի, ոտով գնում գալիս էինք։ Մի տղա եկավ կողքիս կանգնեց, ասավ, «Էս վեդրոյդ թան ինչ տամ»։ Ասի, դե ես բանկով եմ ծախում։ Ասավ, «Էսքան փող տամ», ասի, «Չէ, այդքան չարժե, բա որ ես տանիմ փողը տուն, հետո մամայիս տամ»։ Չի ասի, «Այդ շատ փողն է, որտեղից է»։ Էտա ինքը բանկով թափեց ու քվորս աղջկա հետ մենք ճամփանանք։ Վայ, բանը ոտով ենք գնում այդ 7 կիլոմետրը, աղբերս էլ տրակտորից տա աղթալա պասյոլոկ գալիս է միշտ բանի տեղեր, գարաժի տեղեր նոր են սարքում, կտրում է։ Մեկ էլ դե հա, որ այդ կամուրջն անցկացանք, որ դբա շնող թեքվենք, Էս իմ ամուսինը ներողություն արտահայտությանս դրուս կաց մի քարա ճամփու կողքին առաջից կանգնած ոյասի, էս հրաշքա էս մարդը, ասավ ասա, ինձ սիրում ես թե չէ, ես էլ 16 տարեկան աղջիկ, ասի մին աղբերս կգա կտենա, այդ ձերի, ասի մին ասեմ, հա, հետ էլ կասեմ չէ էլ ինքան առաջիցս տենը Էտա տենց գնաց, անընդհատ գնում է, գալիս է, անընդհատ ինձ հետևում է, էտա օրերից մի օր էլ եկավ, թե ես եկել եմ քեզ փախցնելու։ Երջը անխելքություն արի, ես մարդին ուզեցի։ Եկավ, փախցրուց ինձ, եկա ըստի, քիրս բերուց ինձ ճամփու դրուց, սա եկել էր իմ առաջ, գնաց կնեկա բերուց ինձ գնաց կդրուց, բերուց սանահին կայրան իջեցրուց։ Ընդյան ինձ վեր կալավ, այդ քարափներովը, ձեռս քաշելով, եկավ ենքան ուրախացել էր, որ փոխանակ ուզուլարի ճամփ եմ գտնի, ինձ տարել ամոչ հասցրել ենք խաչի կողքով։ Գնացինք մի մեծ կանավ կար, այդ կանավի
կողքին մի կան, ասես որ ես վերելին, ասավ ճամփես շշկալվել, շփոթվել եմ, հադե խելքերելի, երեխա խելքերելի։ Իմանում ես սայլում եմ, ժուրնալումը գրած։ Տատը ուզողներ շատ ուներ, ամուսնանալու միտք չուներ, բայց ով հարցրեց, Մարտունը խելքը կերավ, վերցրեց ու փախցրեց։ Փախցնելուց հետո էլ ուզողները չհանդարտվեցին, Մարտունի հետ հաշիվ մաքրելու եկան։ Տղերքն եկան, իրան դուրս կանչեցին ինձ տանելուց հետո, որ իրա հետ հաշիվ մաքրեն, ասել էին մեր գեղի ամենասիրուն աղջկանը տարարելի դու, հա, հետո մեկ դիրեկտորին ենք դուրսեր եկել իրան պաշտպանել, ես էլ մի կացին վեր կարա գնացի, ասին 6 հոգով շնորհից եկել են, կարող ավնաս անխումննել, ես կարամ։ Պապը օձնեցիներին անպակաս դանակով տատը կացնով պաշտպանական բնակից կազմեցին տան բակում։ Հետո պապը գոռոզ ճանապարհեց օձունից շնողնեցի թասիբավոր տղաներին։ Ես իրաց ծիրավնողչկանը ես թափարսել եմ։ Պատում եմ, ոնց որ բանանդի պատի մնար։ Դուք կտանեք տարելեք, ես էլ ուրիշ կտանեի, այդ բանին դանգել։ Ոչ եմ, ասենց խալմաղալ բան էլ։ Միլավոր չտեսա ոչ հայրական օջախում, ոչ էլ ամուսնուս տանը, ասում է Արմիկը, որը տարիների դժվար կյանքից 2 կես է եղել, 1000 մի հիվանդության տեր դարձել, բայց իրեն բաժին հասածը պատվով տարել, հարմարվել ու երբեք չդժգոհել։ Ես ամենափոքրն եմ ելել, ես որ ծնվել եմ, իմ քիրն ու 2 աղբերս մահացած են ելել, ինձ, ես որ ծնվել եմ, նրանցից հետո եմ ծնվել, մամաս տարելա, մեծ աղբերս դեր տղա է ելել, տղարեխա ելել, բանակ չգնացած է, մամաս ինձ տարելա, բարուրս դրել մեր տան առաջին շատ քոշեք դասած ելել, տարելա դրել բարուրս այդ քոշեքի մեջին, որ նրանց կորցնելուց հետո, էլ սա իմ ընչինա պետքը, որ ես ունեցել եմ, այդ մեծ աղբերս ջահել տղա ելել մի 15 տարեկան գալիս տեղը տենում ա, որ այդ քարերի մեջիցը երեխի ձենա գալիս ա մտիկանում տենում իմ բարուրն ա, վիրանում բերում տալի մամայիս, աս մամամ, նրանց կորցրել ես, սրա հետ գործ չունիս, ասում ա, ես երեխին կուրց դուր, թող ապրի ես երեխեն, բայց թաթերը կապես ոչ, մինչև հմի քնելիս ձեռներս սենց եմ քնում, այդ փոքր հասակից։ Նամուսով շնորհքով էին, ասում է առաջվա կանայք, տեսածը հեչ էին անում, մոռանում ներում, բայց մոռանա չմոռանա իրենը տանջանքն էր, անսեր ու վախից անխոս ամուսնությունը։ Մի բնավորություն անում, բոլորն էլ աման իրանց ընտանիքի կեսօր պատունը, ետ պետք է յոլակ դան, ոչ թե յոլակ նան, հարմարվին, հարս ես եկել, այդ քուտուննա, ոտն էլ լվա, իմ պատրոնը գներ հանդը, նոր ինձ բերել էին, գներ հանդը, ով էր ինձ սվորցրել, ոչ մեկը 16 տարեկան աղջիկ է, տնեի էշը բարձած, փետա բերել, սիրուն դուս գեի, այդ իշի բերը վեր բերեր, օքնեի, են բանն էլ թաթեի, բերը, իրա հետ, հա, փետը վերածեր, փետը կրեի, տանենք տան կողքին վերածեինք, հետ գեինք, հացը ճաշը դնեի առաջին, իրա ոտները հանեի, ջուրը տանեի դնեի, մինն էլ ես ինձ բանանեի։ Հարցը ես պիչ եմ թորգթո, բայց չի անեմ։ Չի անեմ, որովհետ էր տեհատ չկա։ Ոնց պատրոնի գուլբեկը կանի, գուլբեկն առանձին գնի, ոտները կլվանա, ուրիշ նասկի թեք, նասկի ատեք գուլով։ Զրույցը երկարում է ու պարզվում է Արմիկ տատը մի թաքնված շնորհքել ունի, որը սկզբում փորձում էր գաղտնի պահել, բայց այդ շնորհքով հայտնի է Արմիկը թե տարածաշրջանում, թե տարածաշրջանից դուրս։ Շնորհք, որ տատին բազում օրհնանքներ է պարգևել, սիրտը երջանկացրել ու երջանկություն պարգևել, մեկ էլ մի հետ քավերջ թողել, ավանդական սնխչիությունը։ Ինձ տվել է մի թանկարժեք անուն, որ ես ամբողջ գյուղումը, ես բոլորին էլ օգնում եմ առանց որևէ մի շնորհակալություն, հա։ Այդքան ինձ շատ հերիքա, որ ասում են ապրիս։ Ես որ հանկարծ մի կոնֆետ էլ հանեն, ասել եմ հանկարծդ ինձ բան չանեք, ինձ ոնց կոպեկ հա պետքը, մի անուն ամնում։
մարդու մեջ մի անուն ամնում, որ Հետո շատ ժամանակ ասելա այս փողը որտեղից քեզ որ մեզ տաղտում Փողը վեր գալու գնա։ Հա, փողը վեր գնա, էլի փողը կարիք չեմ զգում։ Կարիքը զգում եմ, բոլորը կզոն էլի թե բայց դեռ լավություն ան, էլի։ Հա, ինչ է, տանեմ գտել գնա էլի։ Պարզվում է տատը գյուղում շատերին է բժշկել, շատերին է օգնել ու շարունակում է օգնել։ Մինչ օրս էլ Արմիկի դուռը շատ շատերն են գալիս, անժամ ու անպատարակ։ Այդ գործը, որ ես գյուղում անում եմ, չէ, ալավերից եմ բերում, ամենտեղից էլ բերում են։ Մի օր մի հատ 2 տարեկան, մի տարի 8 ամսական երեխա բերին, հերնել էր այդ երեխին նոր էր մահացել, մերը գրկած բերուց, հետո որ ասի ես ինչ ա պատահել, թերեխի թևը դուրս անգել։ Երեխեն գրկին, այդ մի քյուրփ երեխեն գրկին։ Դե արմունգից նա դուրս ընկել, որ արմունգը տեղը գցեցի, այդ երեխին ինձ ասավ ապիս։ Լաց չի լավ, ինչ երեխի կբերեմ, գորով, գոչում, բանոնում Լաց չի լավ, ինչ Թամ էլի, բայց դրա ապիս։ Հմի, որ մի կանֆետ եմ տալի իրան, ինձ ասում է ապիս, այդ երեխեն միշտ միտներուս ասում եմ, իսկ հանգալի գնում են, իսկ ես այդ բանը սովորել եմ մեծ աղջկանս թևի վրա, ինքան եմ տարել վերախթալա, շնող, ես ինչ գիտեմ, դամի գյորաղ թուրքերի գեղը, որ այդ երեխի թևը տեղը գցեն, մի օր էլ ասի կնիկ ասի ռիսկի դիմեցի ու թևը տեղը գցեցի, ու սկսեցի այդ ամբողջ աղթալումը մարդ չի լիլ, որին ճանանչի ոչ։ Ռիսկի դիմեց աղջկա ձեռքը տեղը գցեց ու հենց այդտեղից սկսվեց Նղշի Արմիկի կյանքի նոր ճանապարհը, հայտնություն ու անուն ստացավ, բոլորի հավանությանը ու հարգանքին արժանացավ, ասել է թե նրա խոսքի հետ բոլորն են հաշվի նստում։ Մի օր դե հա, մի մեքենա եկավ, վրին ահագին տրուբեք բարձած, ջրի տրուբեք, դե հա այդ Խաչիկյաննա, վիտղա ջան ասի սուր ես բերել, ասավ Արմիկ տոտա չխոսաս, ինչքան եմ ես քեզ նեղություն տվել, նոր եք տեղափոխվել ըստի, ես էլ ես եմ իմ կողմից վերել, ջուր քաշելիս կլիկ, տրուբեք եմ բերել, որ ձեզ օգնել, մի օր էլ եկա թե հա մի հատ միլիցա, կեսուրս անթատ ասեր ես շինարարությունը նոր անեինք, կեսուրս անթատ ինձ ասեր մի հատ միլիցայա գալի, ասում ես դակումենին տվեք, ինչ որ գեի միշտ դե տունը կիսատ էր, մի օր էլ եկա, ձեն տուտ ասավ Արմիկ ջան ասավ, այդ միլիցեն էլի եկելա, գնացի, ասավ ես ինչ բան ես այս միլիցեն, ասի բայց մեր պատերնա, մենք ենք պատերը դնում, ասավ ես ձեր պատերնա, ասի հա, դե ասավ ես գնացի, էլ ինձ դակումենտ չի պետքը, մի օր դե հա, գնացել ենք առևտուր անելու, հետո մի տղա, մենք առևտուր ենք անում, այդ տղեն գալիս է, տանում է, իրա մեքենան նա դնում, այ մարդուն ասի, կարող է, ինչքան առևտուր անենք տանի ու, ավտոն քշի տանի ասի, մենք դակուրտ ենք գնա, որ առևտուրն արինք բրծանք, ասավ եկեք նստեցեք, որ նստեցինք բերուծստի, վարոտի մոտ, աստղա ջան, ինչքան պետք է մուծենք, ասա լավ սպասեցեք ձեր էլացն էլ տանիմ ձեր տուն հասցնեմ, այդ էլացը բերուծ օգնեց, բերուծ դրուց դի, ասի տղա ջան, ինչ դիմ տալ, ասավ տատի, իրեք հետ տղիս երեխիս թևը տեղն ես գցել, էս Բայց տատը ոչ միայն սնխչի է, այլ նաև բուսաբույժ, ավանդական տատերի հեքիմական հնարքների մասնագետ ու այդ ավանդույթների պահող։ Օղի կակալի միջուկով, արյան շրջանառության համար, զոբի և հիշողության, 15 կաթիլը մեկ կոֆեի բաժակ ջրի մեջ, քնելիս տեղը 15 օր պետք է խմես, սրանով ես զոբ եմ բուժել, այս տեղովը, օգնելա, երեխեն ընկավ բասեյնն այդ աղջկա մահացավ, խեղդվեց, հետո մի օր ասի լավ ասի, մորն ասի գգաս բան կտանիս, դեղ կտանիս, տարավ ու ահա խմել էր մի ամիս մնացել, հետո մի օր խանութում կանգնած էի, հետ աղջիկն եկավ թաթվեց, պաչեց, ասես ինչ խաբար ազիզ ջան, թե ընտված դեղդ ինձ բուժեց։
Փաստորեն տատը այս տարիքում օր-ծերության հանգիստ չի մնում ու ժողովրդական բժշկությամբ է զբաղվում։ Խոտաբույսերով թուրմեր է պատրաստում, տարատեսակ անհաղթահարելի հիվանդությունների դեմ է առնում։ Նրա մառանում գրեթե ամեն տեսակ թուրմ կարելի է գտնել։ Բոլորը փորձված են, բոլորը պատրաստված են մեծ սիրով ու մի նպատակով՝ օգնել ու բժշկել մարդկանց Արմիկի փորձված մեթոդներով։ Իմ դեղերն ավելի լավ է օգնում, քան թե պետականը։ Ինքան գրքեր կա, ինքան բուժումնի կա, տո ադուվանչիկի, տո լրիվ ժուրնալներից ես այդ բաներում Գրած ունի։ լրիվ գրած կա։ Լրիվ։ Ամեն բուժումի համար էլ կա։ Ամեն հիվանդության տեսողության համար էլ կա։ Վայ, որ կարդաս կասես Երանի, այս ինչ հավես, այս ինչ գիտուն էսել է ամփող, ամբան, բույ ամոթին, որի Բոլորին տալիս է ամփող։ Հիմի իրիկունները ես իրա ճռներին ինքը վերանգել։ Ոտներին մեջքի ես մասին այն դեղից կսում եմ։ Այն Հոդացավերի համար։ հա, հոդացավերի համար ազիզ ջան։ Դե բժշկերին բանարին գործ չարավ, իրան դեղը կսում եմ, կսեցիրուն, ոնց որ մանեմ գալի, կարում եմ մանգանված եմ։ Տատը կշարունակի օգնել բոլորին իր խորհուրդներով, ձեռքի շնորհքով, փորձված մեթոդներով ու պատրաստած թուրմերով, առանց որևէ շահի, ընդամենը լոկ մի շնորհակալությամբ։ Չէ որ կյանքը բումերանգի էֆեկտ ունի, այն ինչ ցանես, այն էլ կհնձես, ասում է բարի, շատ բարի Արմիկը։ Իսկ պապը հավելում է, սիրելի տիկնոջ համար Աստծոց ընդամենը մի բան է ուզում՝ երկարակեցություն ու ձեռքերի ճկունություն, որ շարունակի երջանկացնել բոլորին, իրենք էլ միասին երջանիկ ու հանգիստ ծերություն ապրեն։ Մենք մաղթում ենք մեր հայ ժողովրդին մենակ պատերազմը չլի, մենակ մեր երեխեքը ոչինչ թող մի պատար չոր հացուտեն պատերազմը վերանա, բոլորն էլ կապրեն էլ, Որովհետև մենք մեծ պատերազմ աշխատեն էլ, մի կտոր հաց կստեղծել, մենակ էս պատերազմը, մենակ Ալիև այդ մարդյանում ես չեմ ուզում լսեմ, որ մեր ժողովուրդը անընդհատ վախի մեջ է, անընդհատ մեղք է։ Մանանա Վարոսյան, Գևորգ Քոչինյան, Անկյուն գումարած 3 հեռուստաընկերություն։